Այ կեսօր սիրելի հետևորդներ ջան, աշխատանքից հենց նոր տուն եկա, պայուսակս դրել եմ սենյակում, ասի մի հատ կոֆե եփեմ, գործերս գիտեք ինչքան ա շատ, արևնես ամեր կմտնում, կոֆես որ եփեմ ուզում եմ գնամ, աղջում խմեմ, հավերս պետք ա դուզ հանեմ, բաժակը մի կողմ, այսպես մի քիչ էլ լավ էլ, քանի որ մեծ բաժակն է, համեր սրտով եմ ուզում, այսօր մի անգամ եմ խմել առավոտը ու գործեր, ասեմ, որ էս այն օրն է, որ կառալյոկը կրկում էի ձեր հետ, հասցրել եմ կրպել, բացի այն 10 կիլոգրամը, որ կշռեցի ձեր հետ, մի մեծ լական էլի կրպել եմ, առանց կշռելու, բերել եմ վերև միջանցքում դրված է այդ ամանների մեջ, բայց այդ ամենը երեկոյան եմ անելու, քանի որ գիտեք, կենդանիներս ինձ են սպասում։ Ասեցի մինչև կոֆեն եփի մի քիչ ձեր հետ զրուցեմ, տենանք ինչ կա չկա, ինչ հալի ենք, ինչ բանի ենք։ Ես տենում եք, որ իմ գործերով կուզեմ իմանամ, դուք ինչով եք զբաղվում, հիմնական աշխատանք ունեք, թե տնային տնտեսուհի եք, թե դուք էլ ինձ նման վաղ ու բաղջում չարչարվ ունեք, համատաղելով դրսի աշխատանքը, սիրելի հետևորդներ ջան։ Անկեղծ լինեմ ասեմ, որ այդ ամենը, որ կատարում եմ, ես ինքս էլ ինձանից զարմանում եմ, Սիման եկավ, հավայի դեպ ասեմ, դուրը որ ջռած, ոչ ձեթ եմ կսել, ոչ էլ ձեր խորհուրդ տված, վառած, յուղ, ոչինչ չեմ արել, համ վիճակի չէի, վատ էի, համ էլ որ խորհուրդ տվեցիք, որ ձեթը ավելի վատ կլինի, դրա համար ոչ մեկն եմ արել, ոչ էլ մյուսն եմ արել, Սիման էլ իր ներս մտնելով, եկել այստեղ իմ ոտքերին կսմսվում է, իմ սիմոչկան, որ տանը չեմ լինում, ձայնս հենց լսում է, թեկուզ ինչքան էլ հեռու է լինում, վազելով մոտս է գալի, սիրելի հետևորդներ ջան, կենդանիների սերը մեր հանդեպ յուրահատուկ նշանակություն ունի։ Մազերս այս ձևով եմ հարդարելու գնացել, հավաքել եմ գանգուրիկներս, ոչ եմ արել, մի որոշ ժամանակ էլ այս ձևով կպահեմ, համ ինձ համար հետաքրքիր կլինի, համ էլ ձեր, երբ որ մարդը իր կերպարը փոխում է, դա նույնպես հետաքրքիր է լինում, համ տիրոջ համար, համ նայողի համար։ Երբեմն էլ կողքից ասում են, «Էռնեք քո տիրոջ աչքին», կա այդպիսի խոսք, կա այդպիսի զրույց սիրելիներս։ Իմ կյանքում շատ է հանդիպել, սկսած երեխա ժամանակվանից մինչև առ այսօր։ Շատ սիրուն երեխա եմ եղել, մանկությանս նկարները, որ նայում եմ իմ ալբոմի մեջ, ունեմ իմ համար առանձնահատուկ երիտասարդության դպրոցական տարիների ալբոմը, որտեղ համ իմ ծնողների նկարներն են, քույր, եղբայր, հետո դպրոցի նկարներ, էքսկուրսիաներ, հետո նոր, երբ որ ամուսնացել եմ, ընտանիք եմ կազմել, արդեն ընտանեկան ալբոմն առանձին եմ պահում։ Բայց թե նման ալբոմները թերթելու ժամանակը ձմռանն է, երբ որ գործերից թեթև ենք լինում և կարողանում ենք բացել, թերթել ու մեր հուշերը վերհիշել։ Ուզեցի այստեղ մնալ մինչև վերջ, չգնալ թե բա գործ անեմ, տվյալ իրը իր տեղում չէ, տեղափոխեմ իր տեղում, դե գիտեք, տունը միշտ էլ լի է գործերով, անսահման, կապ չունի, մենակ ենք ապրում, թե շատ են ընտանիքում, գործը միշտ էլ կա, մեկի համար էլ է մաքրություն պետք, շատի համար էլ է մաքրություն պետք, այդ ամենը հնարավորինս համատեղում եմ, փառք եմ տալի Աստծուն, գնալով լավանում եմ, շատ աննշան է մնացել, էդ էլ շուտով կկորչի և արդեն ես կլինեմ ես, ինչպես որ առաջ, դեռևս համարձակությունս չի երիքում շատ ծանր գործեր անել, դեռևս ինձ խնայում եմ, նաև լսում եմ ձեր խորհուրդները, ամեն մի գրած ձեր տողերը ես մանրակրկիտ կարդում եմ, շփտում եմ, ինձ լավ եմ զգում, որ դուք իմ կողքին եք, սիրելի հետևորդներ ջան, բայց նաև այս ամենի հետ ուզում եմ
նորից ու նորից հիշեցնել, որ բաժանորդագրվեք իմ ալիքին, որ իմ ալիքը տարածում գտնի, և ես էլ ավելի ոգևորված իմ գործը կատարեմ, սիրելի հետևորդներ ջան, երբ որ ալիքս մեծանա, ավելի մեծանա, վերջերս մի քիչ այն չէ, ինչ որ ես կուզեի, ուզում եմ, որ գոնե մինչև նոր տարին հասնենք 10,000-ի, չգիտեմ, մեկ ճոխություն եմ ուզում երևի, քանի որ այս պահին 6300-ն անցենք, միգուցե այդ ճոխությունը թույլ տանք միասին մեզ, սիրելի հետևորդներ ջան, քանի որ իմ անալիտիկա բաժնում ես տեսնում եմ, որ մարդիկ կան, որ ինձ դիտում են, նույնիսկ ինձ գրառում են ուղարկում, բայց դեռ չեք հասցրել ինձ բաժանորդագրվել, դրա համար էլ հիշեցնում եմ, սիրելի հետևորդներ ջան, եթե նայում եք իմ ալիքը ձեզ դուր է գալի, դուք դա ապացուցում եք ձեր լայքերով, ձեր ջերմ տողերով, ապա չմոռանաք բաժանորդագրվել։ Իմ կոֆեն եփեց, սիրելիներս, չեմ լցնում, քանի որ լիքն եմ եփել ու հենց այսպես գնում եմ հավերին դուրս հանեմ, կհասցնեմ այդ ընթացքում ջուտիկներին էլ ցորեն կտամ կամ էլ գարի կտամ, իսկ հավերին բաց կթողնեմ քուջուջի և կմիանամ ձեզ, գնացինք։ Սիմիչ կորնալիս ես, Ալիս եմ։ Այս պահին մաքրած կառալյոկները թողնում եմ տանը ու գնում եմ դուրս, սիրելիներս, այս էլ երեկոյան ժամերին կսարքեմ։ Աշուն, հենա կառալյոկու տողշունը եկել է, սիրելի հետևորդներ ջան, վերևից նկատեցի, հեսա կգնա։ Գնա հա, Աշուն։ Շանը կշեցի, թե չէ, ինչքան աշուն եմ անում, դրա հեչ պետք չի։ Գոնե կարգին չի էլ ուտում ես, հրամում է։ Են որ ասում են շնկեր անում, տոչնի էտ անում։ Դեր գոլոր չի ագնում կոֆեիցս լավ է։ Ճոտիներ ջան, գերեք։ Ուշկսանը թատ իրանցում է։ Ու լավ է։ Քան որ տակի շևերներ եք խաղել են, մի քիչ հանգիստ եմ։ Կոֆես խմեմ, քանի որ արդեն իսկական խմելու է, չի էլ հովացել, լավ է մնացել։ Եվ ապսեն պետք չի չեմ վերցնում։ Լավ է, շատ լավ է։ Այս իմ ամենասիրելի տեղն է, սիրելի հետևորդներ ջան, որ գալիս եմ ստի, ամեն կողքը ռևում է, թե հավերը սուր գնացին։ Սիրուն արածում են, այ սենց։ Եկեք իմ հետ սրճելու, սիրելի հետևորդներ ջան, ոչ ռեստորան է, ոչ էլ սրճարան, ճուտիկների ու հավերի մոտ, իմ վաղճում, Անուշկայի հետ, համեցեք, օդը մաքուր, կառալյոկը ծառի շևերին, Իշտել ասած բանա էլի, առաջ դրսի գործը կանեն, հետո տան գործը կա ու կա, տանիցը փախչում չի։ Դե համար կառալյոկս, հենց որ հավերս թարկել են, նոր կգնեմ կսարքեմ։ Ազատություն են ստացել, չգիտեմ, այս ճուտիկներիս էլ են ուզում բաց թողան, բայց դեռ չեմ համարձակվում։ Այս ինչ է, ինչ տեղ է, որ կրյա այս տեղ է, բայց կրյաները հիմի սարել են, քնել են, ոչ չտեսա է, թե ինչից բախեց,
Խավիկներ ջան, ինչ կար խոտերի մեջ։ Խոտերի մեջ թաքնված ինչ տեսակ։ Այս ենք ցա։ Հավերս լեղաճակ եղան։ Լավն է, լավը։ Կակավի պես ետքում են ու թրվռում։ Սիման են կողքինա, հաստատ սիման չէր, են կողքից նոր գալիս է։ Ասե որ մոշահավերը վրա են տվել կառալյոկին։ Հենա, ծառի ծերնելած, կուտուտ են անում։ Երկնքի թրջուններին աստված ապահում։ Ում եք էլ մենք, բարի մարդիկս։ Գնա այվաղ կոթավիտ մավիտ, գնա։ Ինչ եք տեղել խոտերի մեջ։ Կարա մութ են տեսել, հենա Սիման կգա կվորսա։ Սիմա։ Ենքան սիրուն ան այվում Սիմычկան, կանաչ խոտերի մեջ, հենա, հենց որ թե կադրում էլ երևաց, հա։ Արևն արդեն են մի կուրն անցկացել, դեպի արևամուտ ա գնում, սիրելի հետևորդներ ջան, որ եկա տուն ու ասեցի բարի կեսօր բոլորիդ, նենց որ այդ պահին կեսօր չէր էլի, ուղղակի որ դեռ լույս ա լինում, չենք ուզում ասել բարի երեկո, ընդամենը ժամը 4-ն էր, հիմա էլ 4:30 դեպի 5 արդեն, ժամից մութը կլինի, դրա համար ենք արագ ձևով, կոպես էլ էփեցի, որ հավերից դուրս հանեմ էլի մեղկեն, այսօր աշխատանքի տեղը մի քիչ երկար մնացի, մի քիչ էլ էդ հանգարեց, որ ուշ տուն գան, թե գործ ա, ամեն գործի հետ էլ հարմարվում ենք, եթե պետք ա ուշ ենք գալի, եթե պետք ա շուտ ենք գալի։ Ակլոր աղա, լսում ես սրույցը մեր։ Ոնց են էդ թևերները թափահարում, որ ազատության մեջ են։ Այսպես, օրը շատ հագեցած անցավ, հենց առավոտվանից, քանի օր արևածագով եմ սկսում, սիրելի հետևորդներ ջան, այս վլոգս արդեն, որ կդիտեք, դե քանի որ նույն օրն եմ նկարահանել, արդեն արևածագը չէի կարող, դե արևամուտն էլ արդեն չեմ տեսնում, սար են կողմնա, ենքան եմ ծանրաբեռնված գործերով, միշտ ուզում եմ, որ դուրս գամ, գնամ, տենց պտտվեմ մեր գյուղի լավ վայրերից նկարահանումներ կատարեմ, բայց եթե ապրանք ենք պահում, մի տեսակ մեր ոտը կապած ա էլի, կոպիտ ա հնչում, բայց էդ ա։ Այս կողքին մի հատ ձար կա, էդ եմ ուզում քաղեմ, էդ էլ ա չրի էլի, իսկական արքայանար ինջը, որ ասում ենք, հենց դա ա, դե ասել են, որ կառալյոկի 100 տեսակից ավել տեսակներ կան, բաղչում էի, մի քանի տեսակ կա, մի 5-6 տեսակի կա, իսկ այդ մի ծառը, որ ասում եմ հենց իսկական արքայանար ինջը, դրան մենք ասում ենք Կառալևսկի, որ տարբեր ենք, Կառալևսկի տեսակն է հենց, չրի համար ամենաանտիրը, հատուկենք կա, որ ուզենամ ստյան էլ կհաշվեմ, ուրեմն են 4, են 8, 10, մոտի 20 հատ, մոտավոր, այդքան կլինի, անկերց ուզում եմ էդ էլ քաղեմ, քանի որ չիրն անում եմ, մի անգամից զբաղվել եմ այդ գործով, էդ էլ արանքից դուրս գա էլի, պահել կար մտածում էի, որ կբերեմ կփաթաթեմ, ծառի ճյուղին էլ հենց կմնա, բայց թե մոշահավերը լիքն են էլի, կգան, էդ էլ կուտուտ կանեն, ափսոսա, ավելի լավ ա քաղեմ։ Աղը շուտ եմ աշխատանքի, շուտ էլ գալու եմ, ու հետո արդեն հաջորդ օրը ազատ կլինեմ, եթե եղանակը իմ կողմից լինի, իմ շատ սիրելի հետևորդներ ջան,
Չէ՞ շեկ դիմնցնիլ, այսքան կարալյոտը քաղել։ Ես իմ կոֆեն ավարտեցի, իմ սրճարանում, ճուտիկներիս ու հավերիս մոտ, իմ բաղ ու բաղչում։ Ինչպիսի հրաշալի սրճարան ստացվել, չէ՞, եկեք ասենք։ Այստեղ դնեմ, քիչ հեռու դնեմ, հանկարծ էլի, Սիման, մեկ ուժեղ թրջում է, չգա տակոտրի։ Հետո չգիտեմ, հագուստս փոխեմ, որ ծառ եմ բարձրանալու, գնամ տուն, հագուստս փոխեմ, շատ արագի մեջ, որ հավերից բան չի պատահի, բայց թե էլի տատանվում եմ։ Հանկարծ այդ ընթացքում իգելու գազան չգա էլի տանի, հենց այդ վաղտն ա գալի տանում։ Ահա, շատ լավ ա։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, տեսել եք 10 կիլո կարալյոկը, որ կրպել էի, որ հատուկ առանձին սարքեմ։ Ստեղ ջուրը դրել եմ եռալու, այստեղ կաթն ու բրինձ եմ եփում, շուտով եռը կսքսվի։ Ձեզ էլ հավեսի եմ բերում, որ կաթն ու բրինձ եփեք։ Երբեմն ուտելիքներ կան, որ մոռանում ենք, քանի որ էլի եմ կրպել, գնամ այն մյուս ամատել բերեմ։ Ես մեկը շատ ամ, սիրելի հետևորդներ ջան, ջջղային անոք ինձ վրա, մոտ 15 կիլոգրամ, ես էլ եմ կրպել, աթորը քաշեմ այսքան, տեսադաշտում երևա, շոտ է ենք ոնտրել, հա, այսենց, որ տեսադաշտում լինի, այս աթորները ինձ շատ են օգնում, այնքան ամուր են, ամեն ձևի օգտագործում եմ։ Ահա, այստեղ ինչ ենք անելու, մի քիչ բրինձը կեփի, կաթը կլցնեմ, այստեղ ջուրն է, կարելի է մի հատ կոֆե խմել, քանի որ սրճարանում իմ որ կոֆե խմեցի, այդքան էլ ջանս չի նստել։ Քանի որ ուշք ու միտքս իմ հավերն էին, սիրելի հետևորդներ ջան, ասի գնամ այդ կարալեսկի կարալյոկն էլ քաղեմ, այն որ ասի մի 20 հատ կլի, տենց էլ չկարացի գնամ, քանի որ հավերը այնքան դեսուդեն են գնում, ես էլ որ այսքան պհել եմ, պաշտել եմ, չեմ ուզում էլի, որ կորուստ ունենամ, քանի որ այդ ընթացքում նաև աման չամանս եմ լվացել, հա, չէի կարա որ թափած թողամ սիրելի հետևորդներ ջան, դե ժամը 6-ին մթնում ա, օրերը շատ են կարճացվել, հավերին տուն եմ արելու, եկել անմիջապես առանց նստելու, անցել եմ մամաներս լվանալուն, տակ ջուրը կա, դրանից էլ հեշտ բան, հրապյական լվանում ենք շարում, դե գնամ բաժակն էլ բերեմ, ջազվան էլ բերեմ, այստեղ ա։ Ահա, ինչքան էլ ասում ենք, կոֆեից կտրվենք, չի լինում, առանց կոֆե։ Սիրում եմ, որ պարտադիր բաժակը չոր լինի, այս երևի մի քիչ իջեցնեմ գազի տակը, գազի տակը, այ քեզ հայերեն, բայց թենց ենք ասում, մեզանից անկախ, ինքնաբերաբար, հենց ենք ասում, քանի որ գործ ունենք գազը իջեցնելու հետ, երբեմն մեր խոսքը թարս է հնչում, բայց մինչև կոֆեն կդնեմ երևի կաթ խառնեմ, քանի որ ճիշտ ժամանակն է, այստեղ բանկայի մեջ եմ լցրել, մի մասն է սառնարանում է, այսենց, ջան, համով հոտով կաթն ու բրինձ, առողջ արար։ Քանի որ բրինձը արդեն եփված է, սիրելի հետևորդներ ջան, մի քիչ կեռա, պատրաստ կլինի, այս ավելի լավ կլինի, բերեմ այս մի կողմ։
Ճիշտ այն շերեփը երբեմն պետք է գալու, կարող եմ այստեղ տեղավորել։ Այստեղ կափարիչ չեմ դնում, պետք չի բաց եմ թողնելու, որ կաթը եթե լցնում եք, գիտեք, արդեն բարձրանում, կաթի նման բարձրանում, ուզում է թափվի։ Արագի մեջ մի հատ չորացնեմ իմ ջազվան բաժակը, կոֆե դնեմ, օրացնեմ այս լավ գործին։ Նաև ուզում եմ խոսքս բերել այնտեղ, որ ճիշտ է ես հիմա կարալյոկի չիր եմ պատրաստում, սիրելի հետևորդներ ջան, բայց քանի որ իմ էջը խոհանոցային էջ չէ, դրա համար առանձնահատուկ չեմ ներկայացնում, թե ինչպես եմ կարալյոկի չիրը պատրաստում, սա առօրյա վլոգ է, մեր առօրյա օրերը, ժամերը, րոպեները, մեր ապրած կյանքը, դրա համար եմ սիրելիներս, այս տարբերակով եմ ներկայացնում, շատերը չգիտեն, դրա համար ուզում եմ ներկայացնել, թե ինչու հատուկ չեմ անում, ասենք մի համոբան եմ պատրաստում, դրա համար առանձին էջեր են լինում, իսկ իմ էջը առօրյա կյանքի պահերն են, որ միանում եմ ձեզ։ Այստեղ էլ ջուրը քիչացել է, այստեղ էլ պիտի ավելացնեմ, փոքրել, որպեսզի հագենա։ Հեշտ ու հանգիստ, մի հատ էլ արտադիր խառնեմ, բրինձն արդեն միացել է կաթին և շուտով նավը կլինի։ Այստեղ ամեն ինչ խտացրել եմ, բդալս բերեմ և կոֆեն լցնեմ։ Գործը շոտ է կոֆենից, այս պահին շոտ պետք էր։ Եվ սպասեմ լինելու, այդ ընթացքում կարող եմ դուրս գալ կադրից և սպասել, որպեսզի ժամանակ շահենք։ Ահա, այս էլ իմ կոֆեն երեկոյան ժամերի և լցնեմ։ Քանի էստեղ եմ, մի հատ էլ կարալյոկը ցույց տամ մաքրած, թե ինչքան սիրուն է, ոչ շատ խոշոր է, ոչ էլ մանր է։ Ճիշտ է, այստեղ նեղված կա, բայց ես կլցնեմ իմ կոֆեն։ Այսպես սիրելի հետևորդներ ջան, մի հատ էլ այստեղ տեսնենք ինչ է կատարվում մեր կաթն ու բրինձի մոտ։ Մարմանդ եմ միացրել, պետք չէ որ կրակը թեժ լինի։ Կոֆես առանձին եմ վայելում, սիրելի հետևորդներ ջան, այդ ընթացքում կհանգստանամ, որ կարողանամ ոտքի վրա մի քիչ երկար մնալ և ձեր հետ զրուցել։ Այս էլ կոֆեն, կաթն ու բրինձը ոնց որ թե եփվել է։ Լավ բացվել է բրինձը, սովորական բրինձ է, սիրելի հետևորդներ ջան, այսպես, քանի որ պատրաստ է, արդեն կանջատեմ գազը, այսպես, կփակեմ, իսկ աղը հովանալուց հետո, որպեսզի չշաղվի։ Այսօրվա գործերս բոլորն ավարտին եմ հասցրել, ուրեմն կարալյոկը շարեմ և չիր պատրաստեմ։ Վերմակ կարելու թելն է պետք գալի, սիրելի հետևորդներ ջան, քանի որ շատ ամուր է։ Մի քիչ երկար ենք թողնում, ընդհանրապես սիրում եմ, որ մեկ շարուկի վրա 10 հատ լինում է։ Այսպես, թելը չեմ չափում, ուղղակի աչքաչափով կտրեցի, ինչքան կլինի, կլինի։ Առաջվա տարիներին ավելի շատ ազատ ժամանակ էի ունենում և հատուկ մի քանի թել էի կտրում չափով, որին բոլոր արած այս շարուկները մի չափով լինեն։ Երբեմն մանրուք ենք համարում, բայց աչքի համար հաճելի է լինում։
Այստեղ է այդ 10 կիլոգրամը հատուկ իմանալու համար, թե չորանալուց հետո ինչքան է դառնում քաշը։ Այստեղ, քանի որ երկար ժամանակ առաջ չենք լինում, մի պահ մեզ շփոթեցնում է այդ պահը, թե ինչպես կապենք, որ ճիշտ լինի։ Ընդհանրապես օղուճիտն է ճիշտ, բայց ամեն դեպքում մի քիչ ինքը մանր աշխատանք է։ Հետո կամաց-կամաց մեր ձեռքը վարժվում է և սկսում ենք արագորեն կապել պոչերը։ Քանի որ ես շատ ունեմ, ամպոչներին ուշադրություն չեմ դարձնում, սիրելի հետևորդներ ջան, և բոլորը պոչով եմ ընտրել, այսպես։ Պտտում եմ, այդտեղից մի քիչ է երևում, դե ոչինչ։ Գիտեք, թե ինչպես է կապվում, բոլորդ էլ գրեթե պատրաստում եք, այնպես չի, որ նորություն է, ուղղակի հավես պահ ենք անցկացնում միասին։ Իսկ ինչու եմ ջուրը դրել այստեղ գազօջախին ու մարմանդ կրակի վրա է, քանի որ պիտի եռման անցկացնեմ։ Այն տարիներին, ինչ որ սկսել եմ ես գարալյոկի չիր պատրաստել, միշտ եռման ջուրն եմ անցկացրել, սիրելի հետևորդներ ջան, այսպես պատրաստի, արդեն մաքրած, թելի վրա շարած, երբ որ եռման ջուրն ենք անցկացնում, գարալյոկը կամ խուրման, ոչ մի տարբերություն, եթե խոսքի մեջ այդպես եմ ասում, հա, դա արդեն մենք հասկանում ենք, թե ինչ ենք ուզում ասել, երբ որ եռման ջուրն ենք անցկացնում, դա արդեն թուլանում է և չորանալը հեշտ է լինում մեզ։ Հիմա շարունակեմ այսպես կապել, կապել, աշխատելով գեղեցիկ համահավասարաչափ, որպեսզի սիրունը ստացվի, արդեն 4 հատ կապել եմ, ահա։ Այս պահին իմ տաթևն է զանգահարում, սիրելի հետևորդներ ջան, 1 րոպե, կադրից դուրս եմ գալի և տաթևից պատասխանեմ։ Ես իմ տաթևի հետ զրուցեցի, սիրելի հետևորդներ ջան, միշտ զանգում, հետաքրքրվում է, թե ինչպես եմ ինձ զգում։ Այստեղ ջուրը եռում է արդեն, ծածկել էի ընթացքում, որ եռը սկսվի, տակն եմ ուժեղացրել կրակը և շարել եմ, 6 հատ է ստացվել, ահա, և անց եմ կացնում ուժեղ եռացող ջրի մեջ։ Զգույշ կլինեք, սիրելի հետևորդներ ջան, ամեն դեպքում եռման ջուր է և զգույշ կվարվեք։ Մի փոքր այսպես պահում եմ, դեռևս եռում է և հանում եմ, ահա, այսքանը։ Ճիշտ է, խոհանոցում մի քիչ խառնաշփոթ է առաջանում, բայց վերջը համով է լինում։ Այստեղ ոնց եմ կասում փայտի վրա, և նույն ձևով շարունակելու եմ, սիրելի հետևորդներ ջան, բայց արդեն կադրից դուրս, քանի որ սա շատ երկար գործ է, արդեն ձեզ պարզ է, թե ինչպես եմ անելու, և պատրաստի վիճակում արդեն ցույց կտամ, թե ինչքան եմ այստեղ շարել, 10 կիլոգրամից քանի շար է եղել, փորձելով հավասար լինի, եթե չլինի, դե ոչինչ, 2 տակ եմ անում, որպեսզի բացում եմ ու կախում։ Այս էլ ամենավերջի շարը, ու այդ 10 կիլոգրամը ավարտեցի, անց եմ կացնում եռման ջրով, քանի րոպե պտտելու եմ, ասեմ, որ այս ջուրը նաև գույնը մքվել է և կարելի է փոխել, քանի որ այսքան դեռ պիտի պատրաստեմ, ահա, աչքաչափով, չեմ կարող ասել 1 րոպե, 2 րոպե, ուղղակի, այսպես, աչքաչափ հասելով, դա արդեն ամենքս յուրովի հասկանում ենք, այնքան, որ մեջը չեռան, չլղկի, և հանում եմ, այսպես, մեկ անջատվեց, ուչն է փոքվել, չէ,
Ողջույն նա դուրս եկել։ Այսքանի մեծ չէր եղել, այ սիրելի հետևորդներ ջան, այդ էր որ կար։ Այդ էր ասելին, ավորմացիկ տատին չայր, աչկը դուրս կա։ Ուզում եմ պտտել, այս կողմը տեսնեք, սա այս կողմը է։ Առաջին հերթին ուզում եմ ցույց տալ այս մյուս ամանի կլպած կարալյոկները, քանի որ այս տարի մեծամասամբ իմ բաղջում ծառերը կարալյոկ էին տվել, ոչ թե խուրմա, խուրման շատ պատահական կար մեջները, դրա համար գույնը, ահա նկատում եք, որ մուգ է, և այս էլ այդ 10 կիլոգրամը 8 հատ շարանա եղել, որի վրա կապել եմ 6-ից 7 հատ կարալյոկ։ Իսկ մնացածը, որ պիտի շարունակեմ, այսքանը առանց ձեզ։ Բոլորիդ բարի գիշեր և բարի գործեր։